Ապրիլի 4-ին լրացավ Մկրտիչ Ղրիմյան ամենայն հայոց հայրապետի 205-ամյակը ավանդաբար Վասպուրական հայրենակցական հասարակական կազմակերպությունը նշում է այդ օրը Մայրաթոր Սուրբ Էջմիածին մեծ հայի եւ Վանեցու շիրմին այցելությամբ։ Մայր տաճարի դիմաց Մկրտիչ առաջին հայրապետի գերեզմանի մոտ հոգեհանգստյան արարողություն կատարվեց Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի նախագահությամբ։ Աղոթքով եւ խնկարկումով Մայրաթորի միաբանները, Վասպուրական կազմակերպության անդամները, Մայրաթորի այցելուները ոգեկոչեցին 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին մեծ ժողովրդականություն վայելող հայրապետի հիշատակը։ Մկրտիչ Ղրիմյանը հայոց նոր շրջանի պատմության ամենաազդեցիկ գործիչներից էր, որպես հոգևորական եռանդուն գործել է Օսմանյան կայսրությունում հայության խնդիրներին լուծում տալու ուղղությամբ, զբաղվել է քաղաքական ու կրթական խնդիրներով, հրապարակախոսությամբ։ Վանում Մկրտիչ Ղրիմյանը հրատարակել է արծվի վասպուրական պարբերականը, որով կարողացել է տարածել իր գաղափարները, գրել է գրքեր ու հոդվածներ հայությանը հուզող թեմաներով։ Նրա խոսքը գնալով ավելի մեծ հնչեղություն է ստացել, իսկ ինքը Մկրտիչ Ղրիմյանը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել։ Ժողովրդի նկատմամբ հայրական ուշադրության եւ վերաբերմունքի համար նրան մեծարել են հայրիկ պատվանունով։ Որպես կաթողիկոս, ուստի նաև հայության առաջնորդ, նա իր գործունեությամբ նոր լիցք ու հնչեղություն է տվել հայության ազատ ապրելու գաղափարին։ Վասպուրական հայրենակցական հասարակական կազմակերպության անդամները արարողությունից հետո այցելեցին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակ եւ Ղրիմյան թանգարաններ։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։